Այս այսպես կոչված իշխանությունները ստեղծել են մի հատ դիմադրություն, որը ամբողջությամբ կլանված է ազգայինով, հա, այդ անվտանգությունով եւ այլն եւ այլն։ Բայց ազգայինը առանց սոցիալական արդարության ինքը շատ երկար կյանք չունի։ Այդ սոցիալական արդարությունից է բխում նաև ազգայինը, որտեղ եթե սոցիալական արդարությունը ապահովված է, ինքը վերադառնում է արդեն ազգային խնդիրները համահարթեցնելուն, հա, լուծելուն։ Ու դրա համար ես կարծում եմ, այս հիմիկվա բոլոր դաշտում գտնվող ուժերի մեջ ինչն է պակասում, դա սոցիալական հարցերի քննարկումներն է, թե ինչպես պետք է լինի, ինչպես պետք է ժողովուրդը իրար հետ ապրի, այս 90-ականներից սկսված այդ վայրի կապիտալիզմից հետո ստեղծված այդ իրավիճակում։ Ես կարծում եմ Հայաստանի համար հիմա այդքան կարևոր չի այդ հիմնական ազգային խոսակցությունը, որովհետև դա անընդհատ կա, դա չի բացակայում, բայց մյուս բաղադրիչը ինքը շատ անհրաժեշտ է, որպեսզի ոնց որ սրանց հեռանալուց հետո արդեն մենք պատրաստ լինենք հենց այս միանգամից մեքենայով գանք ու այդ հարցերը լուծենք, որպեսզի նորից այդ ցիկլի մեջ չընկնենք, հա, նոր սենց անիզմ իշխանությունների գալու։